Հարգելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, օրեր առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող հակահայ Նիկոլը ազդարարեց Տիգրան Ադրբեջանին հանձնելու իր մտադրությունների մասին, հայտարարելով, որ այն ինչ որ քարտեզներով, որոնք խորհրդային միության տարիներին են հրապարակվել, իսկ ես նշեմ, որ խորհրդային միության տարիներին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանները միջպետական չեն եղել եւ այն վարչական են եղել եւ դրանք չեն կարող համարվել միջպետական սահման ԽՍՀՄ փլուզումից հետո, եթե համապատասխան երկրները այդ մասին որոշում չունեն, իսկ Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմատայի դեկլարացիան ստորագրել է վերապահումով, որի համաձայն չի ճանաչել խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանը որպես միջպետական։ Հիմա Նիկոլ Անհողը այդ ամեն ինչի վրա թքած ունենալով, արհամարած ունենալով այդ փաստերը, խաբելով հանրությանը, շարունակում է իր հակահայ ծրագրերը։ Եվ հանկարծ այսօր արդեն բազմաթիվ մարդիկ հիշեցին 2021 թվականի հունվարի 4-ի Արարատի այն ժամանակվա մարզպետ, հիմա երեսփոխան Կոկորտիլոսագետ Գարիկի լկտի գրառումը, որտեղ վերջինս մեղադրում էր ընդդիմությանը եւ ընդդիմադիր ուժերին, 16 ուժերին այդ ժամանակվա կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, թեպա հայտարարում են կոնկրետ Հրանտ Բակրատյանն էր բարձրաձայնել այդ մասին, որ Նիկոլը պատրաստվում է Տիգրան հանձնել Ադրբեջանին։ Եվ այս Կոկորտիլոսագետ անգրագետ լկտին ուրեմն հայտարարում էր, որ Տիգրան հանձնման օրը պատրաստ է այդ ընդդիմադիրներին հրավիրել Տիգրան խաշ ուտելու, չնայած նրանց հետ նույնիսկ մատաղ չի ուտվի։ Հիմա հետաքրքիր է Կոկորտիլոսագետ Դավաճան Գարիկ, այն որ ավտոյի շիտ պրիբորը ձեռքդ վազվզում է իր ձեր գեղի, նոր գեղի ճանապարհներով։ Հիմա ինչ կասես Նիկոլի հայտարարության մասին։ Հարգելի հայրենակիցներ, երբ որ ընդդիմադիրները հայտարարում են Նիկոլի հակահայ ծրագրերի մասին, դա չի նշանակում, որ այդ ծրագիրը 5 րոպե հետո, 10 օր հետո կամ 1 ամիս հետո կամ 1 տարի հետո իրականանալու է։ Երբ որ 2021 թվականի հունվարին կամ 2020 թվականի դեկտեմբերին ընդհանրապես հայտարարում էր, որ Նիկոլը պատրաստվում է Տիգրան զիջել Ադրբեջանին, դա նշանակում էր, որ այսօրվան ենք հասնելու։ Հիմա երբ որ ընդդիմությունը հայտարարում է, որ կապիտուլյանտ ոչնչությունը եւ իր թայֆան պատրաստվում են 300,000 ադրբեջանցու բնակեցնել Հայաստանում, իսկ մի քանի տգետ, ինչպես նաև ցինիկ Քայլիս Դավաճանով ՄԱԿ-ի ներկայացուցիչներ ազգային ժողովի ամբիոնից կամ ազգային ժողովում հայտարարություններ են տարածում կամ հարցեր են տալիս ընդդիմությանը, թե բա ուր անեն այդ 300,000 ադրբեջանցիները, այդ 300,000 ադրբեջանցիները կհայտնվեն Հայաստանում 5 տարի հետո, 4 տարի հետո։ Իսկ ով է ասել, որ հենց հիմա պետք է հայտնվեն այդ տգետներ։ Այդ դուք չէիք ասում, որ Տիգրան ոչ մի վտանգ չի սպառնում, Կոկորտիլոսագետ Գարիկ։ Բա հիմա ինչպես է ստացվում, որ Տիգրան ըստ ֆյուրերի կիտ համարվում է Ադրբեջանի տարածք։ Հարգելի հայրենակիցներ, Նիկոլը խաբեց ձեզ, Տիգրան տալու է թուրքերին եւ բացարձակ ռազմավարական նշանակության 0 ուրեմն արժեք ունեցող Արցվաշենը շպրտելու են նրան, ինքն էլ այդ Արցվաշենով խաբելու է ձեզ։ Տիգրան միլիոնապատիկ մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, քան Արցվաշեն բնակավայրը, որը գտնվում է Ադրբեջանի հիմա վերահսկողության տակ, եւ այո, չի բացառվում, որ ադրբեջանցիները շպրտեն այդ Արցվաշենը Նիկոլի բերանը, որ ինքը կարողանա ձեզ խաբել եւ ցույց տալ, որ համարժեք փոխանակում է կատարել։ Արցվաշենում երբեք հայ չի ապրելու, դուք դա գիտեցեք։ Արցվաշենի պահով թուրքերը այնպիսի պայմաններ են ստեղծելու այնտեղ ապրող հայերի համար, որտեղ Արցվաշենը 4 կողմից շրջապատված է լինելու Ադրբեջանով, որ այնտեղ հայ չապրի։ Իսկ այն Նիկոլի նման ոչնչությունը, ով ամենօրյա ռեժիմով ստորացվում է Ալիևի կողմից, պատրաստ է ադրբեջանցիների համար գերկոմֆորտ, ինչպես ասում են, all-inclusive պայմաններ ստեղծել եւ Տավուշի մարզում եւ Տիգրանաշենում, որպիսի նրանք առանց որևէ խոչընդոտի այդ
ճակերտավոր ասած անկլավները կապեն Ադրբեջանի բուն տարածքի հետ, որ հայերը նույնիսկ չկարողանան վերահսկել այդ անկլավներ գնացող ադրբեջանցիներին։ Այ Ադրբեջանը արդեն այս մասին է խոսում։ Իսկ սա նաև վառ ապացույց էր նրան, որ երբ որ ընդդիմադիրները ինչ-որ բան են ասում, հեչ պարտադիր չէ, որ այդ օրը կամ մեկ ամիս հետո դա տեղի ունենա, կամ տարին հետո։ 5.5 տարի առաջ էր Հրանտ Բագրատյանը այս մասին ասել, եւ ընդհանրապես բոլոր ընդդիմադիրները, այդ թվում նաև ես։ Հիմա ես եւ շատ ընդդիմադիրներ ասում եք, որ Նիկոլը իր վերարտադրվելու գներից մեկը, որ պատրաստ է վճարել Ադրբեջանի, դա 300,000 թուրքերի բնակեցումն է Հայաստանի Հանրապետությունում, եւ ինքը դա անելու է ոչ թե հիմա, այլ 3 տարի հետո, 4 տարի հետո, որpիսի եթե այս դավաճանավոհմակը մնա իշխանության մինչև այդ, արդեն ադրբեջանցիները լցվելով Հայաստանում ազդեն ազգային ժողովի ընտրությունների վրա եւ Նիկոլի նման թուրքից թուրքին վերարտադրեն իշխանությունում, որպեսզի Հայաստանը վերջնականապես կործանեն Նիկոլի, նրա դավաճանավոհմակի եւ իրենց թուրքերի միջոցով։